պես ամփոփիչ խոսք ուզում եմ դիմել մեր հասարակությանը, որ դուրս գա այս լռողների հասարակության կարգավիճակից։ Գիտեք, նաև այդ լռության պատճառով է, որ այսօր մենք ունենք այսքան քաղաքապետարներ եւ քաղաքական հետապնդման ենթարկվողներ։ Ես վստահ եմ, որ լռողների մեջ կան մարդիկ, ովքեր տեսնում են, հասկանում են, թե ուր է տանում այս իշխանության քաղաքական գիծը, բայց այնուամենայնիվ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, մոտեցումը մոտեցմամբ իրենք փորձում են իրենց զերծ պահել գործընթացներից, որոնք տեղի են ունենում մեր երկրում։ Հետևաբար մեր խնդիրն է առաջին հերթին մարդկանց դուրս բերել այդ լռողի կարգավիճակից, մարդկանց դուրս բերել նաև հուսահատվածների կարգավիճակից, եւ որովհետեւ մենք միասին անելիք ունենք։ Մենք միասին անելիք ունենք ինչպես ներքաղաքական ոլորտում, այսինքն քաղաքապետարների պաշտպանություն, մարդկանց իրավունքների պաշտպանություն, իրավունքների վերականգնում եւ այլն, այնպես էլ արտաքին քաղաքական ոլորտում, որովհետեւ հակառակ պարագայում մենք քայլ առ քայլ գնալու ենք ազգայինի եւ պետականի կորստին։ Թերևս մենք մի քանի տարի առաջ չէինք պատկերացնում, որ այդպես քայլ առ քայլ կգնանք Արցախի կորստին եւ այն ժամանակ ում ասեիր բոլորը, չգիտեմ, քեզ միգուցե խելագարի տեղ կդնեին, հիմա նույն զգուշացումը, որ կարգավիճակից եւ առաջիկա ցանկացած քաղաքական process-ին մասնակցել հենց երկրի տիրոջ կարգավիճակով։ Կլինի դա քաղաքական ակցիաներ, կլինեն դրանք առաջիկա ընտրությունները, որովհետեւ եթե մենք այս ընտրությունների ընթացքում չհասկանանք, թե ինչի մեջ ենք ընտրություն կատարում, ինչի եւ ինչի մեջ ենք ընտրություն կատարում, ապա Հայաստանի առջեւ ծառացած ռիսկերը գնալով ավելի խորանալու են եւ ավելի լուրջ են դառնալու։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Դանելյան։